Այստեղ մոմերն ասեն, երեխաներ վերաբերվում է պարաբոլի տեղաշարժ։ Մենք պարաբոլի տեղաշարժի մասին արդեն ուսումնասիրություններ կատարել ենք, այսօր ավելի շատ ամրապնդում ենք և հիշում ենք, որ ասեցի մենք այսօր պետք է պարաբոլի տեղաշարժը նայենք մեր համակարգիչների օգնությամբ և դա դուք պիտի անեք, ես կտամ առաջադրանքներ, ըստ այդ առաջադրանքների և ձեր ծրագրի կփորձեք գտնել պարաբոլին վերաբերող կետեր։ Ինչ ես կսկսեմ և դուք կսկսեք աշխատել, ես ուզում եմ մի փոքր կատարենք ամփոփման համար ես պատրաստել եմ շատ փոքրիկ սլայդ, որպեսզի մենք կարողանանք միասին ամփոփել։ Եկեք միասին քննարկենք։ Պարաբոլի ստանդարտ տեսքը ո՞րն է։ Ո՞րն է պարաբոլի ստանդարտ տեսքը։ Եկը հավասար է x քառակուսի։ Որ կետով է սկսում պարաբոլի այդ գագաթը ո՞րն է լինում ստանդարտ տեսքի։ Ստանդարտ տեսքի մի քիչ ակտիվ երեխաներ չեն։ Ստանդարտ տեսքի գագաթը ո՞րն է դուք եմ լսում եք։ 0 0 0 ապրեք, ոչ թե 0 1, այլ 0 0 Շնորհակալություն, հիմա գնանք առաջ, տեսնենք, ես ձեզ համար ստանդարտ տեսքը բերել եմ, սա պարաբոլի ստանդարտ տեսքն է, որը դուք շատ լավ ծանոթ եք, և պարաբոլի ստանդարտ տեսքի համար գագաթն է 0 0 և ճյուղերը, մանեջան, կարող ես ասել պարաբոլի ճյուղերը, ինչով եք գտնում, ինչով գտնում, կանգնի որդման, պարաբոլի ճյուղերը, ինչն է ակում, x քառակուսու դեպն եղած թիվը, այսինքն դա որն է մեր այդ գործակիցը, չէ՞ երեխաներ։ Իսկ Գագիկ ջան, կարես ասես, ըստ այդ գործակցի ինչն է որոշում։ Եթե գործակիցը դրական է, եթե գործակցի թիվը դրական է, ուրեմն ճյուղերը պարաբոլի ճյուղերը ուղղված են դեպի վեր։ Իսկ եթե բացը ճյուղերը դեպի ճյուղերը ուղղված են դեպի մեջը։ Մեր մոտ ճյուղերը որտեղ են ուղղված երեխաներ։ Մենք տեղաշարժեր գիտենք, չէ՞, մեր պարաբոլի տեղաշարժը ինչպիսի տեղաշարժ են գիտենք։ Ասա Կոջան։ Չէ, կոնկրետ ասես վերև ներքև, աջ, ձախ, էլ ինչպիսի տեղաշարժ գիտենք։ Սիմետրիկ հարցում, սիմետրիկ տեղաշարժ է, նաև ինչ տեղաշարժ է մեզ ձեզ սովորացրել։ Մոդուլով, չէ՞ որ մոդուլով տեղաշարժը ինչպես է կատարվում։ Հիմա շատ արագ տեսնում եք, այստեղ տեղաշարժը մի կողմից է կատարվել, թե ո՞նց։ Ինչ է եղել, աջ, ձախ կամ վերև ներքև, կախված ինչից մեր։ Մեծ հաշից և կայից։ Եվ գագաթներ արդեն դառնում սա մեր գագաթը Դառնում է մինուս հաշ և կա։ Ինչն է փոխվում երեխաներ այս տեղաշարժի ժամանակ։ Ինչը գագաթը փոխվում է։ Էլ ինչը կարա փոխվի։ Ուղղությունը։ Այս տեղաշարժերի ժամանակ ճյուղերի ուղղվածությունը կարա փոխվի։ Օրինակ եթե այս տեսքով եմ տալիս։ Չի։ Նույնն է, չէ՞ լինում, որտեղ x քառակուսու գործակիցը նույնն է։ Իսկ եթե հանկարծ ես թվով տա գործակիցը, նայած ինչպիսի թիվ եմ տալիս դրական է, բացասական կարա։ Այսինքն, կոորդինատների ազդեցությունը ինչն է փոխվում։ Գագաթը, սիմետրիայի առանցքը, ճյուղերի ուղղվածությունը, մնում է նույնը, ձևը չի փոխվում, նորից ինչ է դառնում մեր գրաֆիկը, ինչի տեսքվի։ Ես ձեզ տվել էի, որ այդ ամփոփումը դուք խմբերով եք ճանեք եթե տեղաշարժի ուսումնասիրություն։ Քանի որ դուք պատրաստել եք կարճ սլայդներ, մենք հիմա այդ կարճ սլայդները կտեսնենք։ Առաջին խմբի հետ կապված Մանե ջան, դու պատրաստել ես սալիկաշար, որը մեզ կներկայացնես մի փոքր արագ, որ բոլորս կարողանանք ու մենք աշխատանքներ։ Խոսի, լսում ենք բոլորս։ Y-ը հավասար է fx plus a-ն է, այս ուղղությամբ ստացվում է, երբ fx-ի բոլոր արժեքներին գումարում ենք հաստատուն թիվ a-ն։ Այնուհետև շարունակեք, լավ, նստելիք չեմ ներքել։
Գրաֆիկը տեղադրում եք հայացողությամբ, եթե անմեծ է ջուրը գրաֆիկի ճյուղերը վերջանում են վերև, եթե անփոքր է գրաֆիկի ճյուղերը իջնում են ներքև։ Հիմա դու ինչ-որ բան ես կազմել, տեսնեք։ Այստեղ օրինակին ես վերել, սերկիցը y հավասար է x քառակուսի եւ Սերկույնով, Ստեղ ուղղակի դու Կարարի Մանեջան մի քիչ ավելի պատկերավոր պատկերացնելու համար դու մի հատ y-ը հավասար է x քառակուսին գծեի ու դրա տեղաշարժը, որ մենք սենց նայենք ավելի բան, տեսնենք, շնորհակալություն Մանեջան։ Իլիան Ես ուսումնասիրել եմ y-ը հավասար մինուս fx ֆունկցիան։ Դրա ժամանակ x-երի առանցքը լինում է նույնը, իսկ y-ները դառնում են հագադիր։ X-երի առանցքը ինչ-որ հայելի է եւ գրաֆիկը հայելային արտապատկերում է տալիս։ Սա ինչով ես արել, Միլիա ջան։ Ես արհեստական բանականություն։ Արհեստական դու էի խոսում։ Այո։ Ճարտարապետության հայրենիները Երևանում, Դուբայում եւ Փարիզում, որոնք ժամանակակից շենքեր, նախագծում են այնպես, որ դրանց արտացոլանքը ջրի կամ ապակու մեջ ստեղծի դրացված պատկեր։ Այդ արտացոլանքը ճիշտ նույնն է, ինչ y-ը հավասար մինուս fx։ Ցույց տուր այդ արտացոլանքը, նայեք երեխաներ, ջրի մեջ նույնը արտացոլանքը։ Ոնց է գրաֆիկը ցույց տա։ Օրինակ Սինգապուրի հենց Մարինա Սեյ Սանսի մոտ գտնվող լիճը արտացոլանքը ցույց է տալիս հենց y-ը հավասար մինուս fx ֆունկցիան, այստեղ բարձ երևում է նրա օրինակը։ Եվ այստեղ նկարների մեջ սրանք նույնպես y-ը հավասար մինուս fx ֆունկցիայի բարձ օրինակներ են, որտեղ ջուրը արտացոլում է լեռան կամ կամրջի շինության պատկերները։ Ապրես ուսումնասիրել է շնորհակալ։ Հաջորդը գորը։ Ինչ ես ուսումնասիրել։ Y հավասար է մոդուլ fx ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը։ Ինչպես է կատարվել։ Ցույց ես տվել։ Ինչ ես արել։ Ասա ինչ է, այդ կես գծերը ինչ է, ներքևում եղած մարդը։ Ես եղածը շրջանից մեր։ Շրջել է դեպի Y հավասար է մոդուլ fx, վերջնում ենք y հավասար է fx գրաֆիկը, պահպանում ենք բոլոր կետերը, որտեղ fx-ը մեծ կամ հավասար է 0, անդրադարձնում ենք x-երի առանցքի նկատմամբ դեպի վերային մասերը, որտեղ fx-ը փոքր է 0։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ դուք ինքներդ աշխատեք, ես նախապես խմբերի բաժանել, ինքներդ աշխատեք ծրագրով, համակարգչի վրա, դեսմոս ծրագրով պետք է աշխատեք։ Ես հիմա կբացատրեմ դեսմոս ծրագրի իմաստը, ոնց է աշխատելու, ինչ ենք անելու դեսմոս ծրագրով։ Դեսմոս ծրագիրը երեխաներ օգնում է, որպեսզի մենք գրաֆիկները ավելի հեշտ կարողանանք կառուցել։ Դեսմոս ծրագրով աշխատելու համար բացում եք ստեղնաշարը, որ ձեր աչքի առաջ լինի, հեշտ աշխատեք, որ արագ աշխատեք, որտեղ ժամանակը կարճ է։ Հիմա ես կբացեմ ստեղնաշարը ցույց եմ տալիս ոնց է կանում։ Տեսնում եք, երևում է ձեզ։ Այո։ Գտնում եմ y-ը հավասար է, գրում եմ, հավասարի նշան, ասենք ինձ պետք է x քառակուսի ֆունկցիա։ Գրում ենք x, տեսնում եք այդտեղ գրած է a քառակուսի։ Տեսնում եք, սեղմում եմ a քառակուսու վրա։ Տեսա՞ք։ Դառավ ինչ։ Արագ։ Հիմա ենթադրենք, ես ուզում եմ մյուսը ստարկեմ։ Մյուսը պատրաստեմ։ Y-ը հավասար է, նորից գրում եմ y հավասար է։ Ենթադրենք ինչ պետք է փակագծով։ Գրում ենք փակագծի առաջինը x ենթադրենք հանած 2 բարձրացած քառակուսի նորից։ Տեսա՞ք, տեղաշարժը կատարվել է 2 միավոր աճ։ Եվ ստեղ ինքատել ուզում եմ մոդուլի պահը բացատրել, երեխաներ։ Նորից գրում ենք y, մոդուլը տեսնում եք այստեղ գրած է մոդուլը, տեսա՞ք։ Ես սկզբից ստեղծում եմ դրա վրա։ Հիմա հավասարը չներեցի մի րոպե, հավասարը դնեմ։ Հավասար է մոդուլ A x քառակուսի, ասենք մինուս 8։ Տեսնում եք երեխաներ։ Մոդուլը չեմ փակել, ոնց եք տեսնում։ X քառակուսի մինուս 8։ Երեխաներ նայեք x քառակուսի մինուս 8-ը։
կանաչ գույնի գրաֆիկներ, երեխաներ ջան։ Ինչ է կատարվում, հիմա նայեք, ուշադիր, ես ես բացացնեմ։ Սկզբից ինքը 8 միավոր իջել էր ներքև, այս մասը, իջած եղել ներքև, պարաբոլի տեսքով։ Հետո երբ որ մոդուլը այսի բարձրացել էր վեր։ Պարզ է։ Հիմա որպեսզի ժամանակ չկորցնենք, շատ արագ։ Գրում ենք տեղավորում ենք մեր համակարգիչների մոտ, այստեղ գրած է խմբերը նայեք, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Բոլորը բացում են դեսմոս ծրագիրը, եթե ինչ-որ մեկը դժվարանում է, ես մոտենամոտնեմ, բացում է դեսմոսը բացեք, արագ, եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվում կարճերի, արագ, բացվել է դեսմոսը ձեր մոտ։ Դեսմոսը բացի։ Հիմա ես տալիս եմ ձեզ առաջադրանքներ, խումբ առաջին, խումբ երրորդ, որն է խումբ երրորդը, խումբ չորրորդ և խումբ հինգերորդ։ Դուք սկզբից պիտի կառուցեք դեսմոսով X քառակուսի ֆունկցիայի գրաֆիկը, որոշեք գագաթը, ըստ ԱՎԿ-ի համար պիտի դրեք տեղաշարժը, որտեղ է կատարվել, ձգումը, սեղմում, եթե կատարվել է և ճյուղերի ուղղվածությունը։ Նայեք երեխաներ, ասեք ինձ պետք է գտնել այս կապույտ գույնի գրաֆիկի պարաբոլիկ գագաթը։ Տեսեք, ես գագաթի վրա սեղմեցի, տեսա՞ք։ Գրված է տակը 2 0։ Դա իմ գագաթի կոորդինատն է։ Օրինակ կանաչ գույնի պարաբոլիկ գագաթը, տեսնում եք այն վերևինը, սեղմեցի գրած է 0, դուք էլ այդ այնց պիտի սեղմեք ու հարցերի պատասխանեք։ Գալիս եմ, ես մոտենում եմ ձեզ։ Ընդ որում երեխաներ, ես ձեզ ուշացնեմ, որ ընթացքում նայեք ձեր աշխատանքները ես ձգացրել։ Հատնում եք ավելապիկ ու աշխատեք երկուսով աշխատեք։ Դու աշխատի տեսնեմ, դա միջավ։ Երեք հատ է արագ եք աշխատում։ Մյուսներդ էլ աշխատեք։ Մեկը գրաֆիկի վրա, որպեսզի արագ լինի, մեկը ցույց տվեք, մյուսը գրեք, որ արագ լինի, լավ։ Ուղղությունը, տեղաշարժը, ես այդ աշխատանքը ձեր նայում ակտիվ մասնակցում եմ։ Միակ թող հիմա վերիկը ցույց տա, տեսնեմ կարողանում ենք գրաֆիկը ճիշտ ընտրացնել։ Օրինակ այսինքն գագաթն է։ Դու եք գրում ես, հետո դու եք ցույց տալիս վարքեր։ Ձեր մոտ խնդիր չկա, աշխատում եք, մանեջան թող հիմա արմանը ցույց տա, տեսնել կարողանում է ինքը գրաֆիկը գծել։ Գրաֆիկը Y, գրի այն Y, հավասարեք, ապրեք, ստացվում է ձեր մոտ։ Արագացեք, դու կարողանում եք հարցերի պատասխանել, նայեք, նշվանից որն է մարագ, ձեզ ով նշվում, էլ ով, լավ, ստեղել, հետո մենք երկրորդ առաջադրենք արդեն որ հասկանանք մի քիչ կգծենք։ Սա է ճյուղերի ուղղվածությունը, հիշում եք երեխաներ։ Նոր դու ասեցիք ճյուղերը, եթե ինչա, դե փորձեք։ Այս բն գրեք, հետո այն կանցնեք, սկսեք։ Գագիկ ջան, աշխատի, ձեր մոտ խնդիր ունեք։ Ամեն մեկի համար առանձին ես գրում։ Տեղաշարժը, դեպի աչա գնացել, դեպի մի հատ էլ տվեք մանեն թող գրաֆիկը մյուս կառուցի։ Ովքեր են վերջացնում, հրացվեք 3 րոպե ամնացել, ես պիտի վերջնեմ։ Մի հատ նորից քննարկեք, ես հավաքեմ։ Ես վերջացրել եք, ապրեքու, ձեր աշխատանքը տեսակ, հիմա ես որպես երկրորդ առաջադրանք, դուք պիտի տեսմոցով մի փոքրիկ գրաֆիկը տեսնեմ ոնց եք կառուցում։ Պետք է գրաֆիկը տեսմոցով կառուցեք, երկու գրաֆիկա։ Ու գրածա Տեաձե Մաղուսյան, օգտվում եք Տեաձե Մաղուսյանի։ Պիտի գրեք նմանությունը և տարբերությունը։
Այդ երկու գրաֆիկները ինչով եղան նման, այսինքն ինչ եղավ նույնը, եւ ինչով եղան տարբեր։ Անպայման էսի մաքրեք, որ նորից երկու գրաֆիկ գծեք։ Ձեր առաջադրանքը արդեն մաքրեք, հա, Վազգեն ջան վերցրու տղաս։ Դարձնեք Հիմա նայ Գագիկ ջան, իրար հետ փորձում եք գրաֆիկը կառուցել։ Գրում ես, բացի սա, ստեղ սեղմի, ահա, ապրես, վերջ Y-ը հավասար է, X-ը տուր է, X, տեսա, քառակուսի, տեսա քառակուսի, հիմա մանել դու ես վերջնում, գրում ես Y-ը, նոր շճարում ես Y-ը, ես այստա, բացատաղ, բացել է կարում, Y, ես այդ Y, Գագիկ օգնի իրեն, օգնի, որ Գագիկ ջան, դե գծի մանետու հետ, երեխաներ հարց ունեք, ես գնահատում եմ նաև ձեր աշխատանքները, երկու հատ է գծեք երեխաներ, որ պարս երևա, Գագիկ, ստացվեց մանեիկով, օգնեմ ձեզ, գրի, բաբատանից չի բաբատու տանը, տեք, այնո, ինչ ես գտալի, ներքուսի ճուղերը, կաղատները, տարները, ստեղպի կաղատները, տարբեր են, դեքստում ասեք երեխաները, տեսնում են տարբերությունը շատ է, մեկը ինչ է, ճուղերը, մեկը տարբերություն, մեկը բիներ է, մեկը ներքև է, Գագիկ օգնեմ ձեզ կառուցելուն, Մանեջան օգնեմ, կառուցեցի, քառակուսին էսա սեղմի սեղմա, էսա, այստեղ, սեղմի, Դի ուրիշ տեղ է։ Ամեն պակնի է, միան քառակուսին սեղմի տեղ կապին, Այս վերևին է սեղմի, Հիմա դու X քառակուսի հանած 4, մանե, հանածը տեսնում ես, մանե ջան, հանած, այս է տարբեր, հանած, 4, երեխաներ կա հարցեր գրաֆիկի հետ կապված, հավաքում ենք երկրորդ առաջադրանքները վերջացրեցի, որպեսզի դուք ազատ աշխատեք, եկեք նստենք ձեր մեր տեղերում, մենք պետք է մի հատ ամփոփենք, մնացեք երկի կապեք, ինքները ձեզ գնահատեք, ես արդեն գնահատեք եմ։ Եկեք գնահատեք ձեր 10-րդ որոնք երկի կապեք, որտեղ կա հարցեր, որոնք դուք պետք է լրացնեք, երկի քարտը կոչվում է 2 հաստ պլյուս 1 հարց։ Այսինքն դուք պիտի գրեք ինչն է հաստ, ինչը իմացա, ինչն է հաստատվող դուք և ինչը մնաց է նոր հարց։ Սա երկի քարտը։ Կդրել չունեք։